աղոթել մի շնորհքեր այն դուքավեր աղոթել մի շնորհքեր այն դուքավեր եկել մի բարքեր այն դուքավեր եկել մի բարքեր այն դուքավեր այգի մեջ գործել շատ կան մշակել քիչ է այգի մեջ գործել շատ կան մշակել քիչ է Դեր արտացրու ժողովուրդը վկանելի է Դեր արտացրու ժողովուրդը վկանելի է ապաշխարել մի նոր կյանքեր միշտ Հիսուս է Ապաշխարել մի նոր կյանքեր միշտ Հիսուս է մի դանդաղի դուշու տարի օրերը չար մի դանդաղի դուշու տարի օրերը չար Տեր իմ Աստված դու բարքերի օգուտ շնորհքից Տեր իմ Աստված դու բարքերի օգուտ շնորհքից որ մենք լինենք քո վկաներ այս փուչ աշխարհում Որ մենք լինենք քո վկաներ այս փուչ աշխարհում Որպես տեսեք ողջ մարդիկ դառնանք քեզ վրդեր Որպես տեսեք ողջ մարդիկ դառնանք քեզ վրդեր Որ իրենք գտնեն շուտով օգուտ շնորհքից Որ իրենք գտնեն շուտով օգուտ շնորհքից Սրտանց փառք տանք մեր Աստծուն, մեր Տերն արժանի է փառքերի, արժանի ամեն ալելույաների։ Տիրոջ օգնությամբ ուզում եմ կարդալ մի տեղ Գաղատացիների 5-րդ գլխից։ Ահա Պողոս Առաքյալը ինչ խոսքեր է ուղղում Գաղատացիների եկեղեցուն։ 13 համարը 5-ի 13 Որովհետև դուք ազատության համար եք կանչվել եղբարք, միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին, այլ սիրով ծառայեցեք իրար, որովհետև բոլոր օրենքը այս մեկ խոսքում է կատարվում, քո ընկերին, քո անձի պես սիրիր։ Պողոս Առաքյալը խոսում է մի ազատության մասին եւ ազատություն, որ մարդիկ ճաշակել են, ապրում են այդ ազատ կյանքով, բայց շարունակության մեջ ասում այդ ազատությունը պատճառ չտա մարմնին։ Բայց ինչ ազատության մասին է խոսքը, քանի որ մենք գիտենք, որ այսօր աշխարհը իր քարոզչությունն անում եւ Աստված իր քարոզչությունն անում։ Որն է Աստծո քարոզչությունը եւ որն է աշխարհի քարոզչությունը։
Այո, աշխարհն էլ այդ ազատությունը խոստանում, եւ այդ ազատությունը շատ հաճելի է ադամական բնությանը։ Դա այն ազատությունն է, որ հենց սկզբից Ադամն ու Եվան խատնվելով, այդ ազատությանը հավատալով այդ ծառից կերան, ծառի պտղից եւ կարծես ունեին թվացial ազատություն։ Բայց այդ ազատությունը իրանց տարավ ապստամբության դեպի Աստծուն։ Այդ ազատությունը իրանց հեռացրեց ամբողջությամբ Աստծուն, եւ այսօր աշխարհն է նույն ազատությունն է քարոզում։ Աշխարհն ասում է, որ ով մարդ, ով էլ ուզում ես լինես, դու թագավոր ես։ Դու քո ներս ունես այդ թագավորությունը եւ ոչ մեկ իրավունք չունի քո կամքի վրա բռնանալու, քո որոշումների եւ քո ընտրությունների վրա։ Եվ այսօր սաղ աշխարհը այդ ընթացքով գնում է, բայց Պողոս առաքյալն ասում է, պատճառ չտա մարմնին այդ ազատությունը։ Իսկ ինչ կլինի, եթե պատճառ տա։ Ինչ կլինի, որով զգուշանում է Պողոս առաքյալը։ Մենք գիտենք, որ երկինք գնում է միայն այն, ինչ որ իջել է երկնքից։ Երկրային ոչ մի բան, նույնիսկ երկրային ոչ մի գործ երկինք չի կարա գնա։ Երկինք գնում է միայն այն, ինչ որ երկնքից իջել է։ Երկնքից իջել է Աստծո խոսքը։ Եվ երկին գնում է նա, ինչ որ Աստծո խոսքով ծնունդ առած, թե գործեր, թե աստվածային կյանքը։ Քանի որ մենք գիտենք, որ մենք այո հավատում ենք, որ մեր հին մարդը անհոր այդ խաչը գանվեցավ, որպեսի խափանվի, որպեսի փչանա։ Եվ այդ մարմինը մինչև մեր կյանքի վերջ ունի իր պայմանները, ունի իր պահանջները եւ ունի հնարավորություն նորից ստրկացնելու, տանելու գերության, տանելու մահվան եւ դժոխքի։ Այդ այն մարմինն է, որ ամենքս մենք ունենք ադամական բնությունից, որ այստեղ զգուշացնում է Պողոս առաքյալը նույն գլխի 17 համարի մեջ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ, եւ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք, բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Պողոս առաքյալը ներկայացնում է երկու կարգավիճակ՝ մարմին եւ հոգի, եւ ասում է այդ երկուսը նույն մարմինը եւ հոգին բնակվում են այստեղ, այս տաճարի մեջ, կամ անարգանքի կամ Սուրբ Հոգու տաճար։ Սուրբ Հոգու տաճարը այն դեպքում, երբ որ այնտեղ կա մի թագավորություն, որը արդեն սպանել է ադամական բնությանը, ով արդեն ադամական բնության թագավորությանը հաղթելով հաստատել է իր թագավորությունը, դա կոչվում է Սուրբ Հոգու տաճար։ Բայց նաև կա ապականության տաճար, որտեղ ապականությունն է ամբողջությամբ։ Եվ հիմա Պողոս առաքյալը, երբ որ ասում է հոգով գնացեք, մարմնի գործերը չեք կատարի։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում, երբ որ մարմինը թելադրում է իրենը։ Բնական է, մարմինը տանում է ու դժոխք է տանում։ Երբ որ Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ, Նիկոդեմոսը լավ անձնավորություն էր, Աստծո նախանձավոր, ճշմարտության նախանձավոր եւ փնտրում էր ճշմարտությունը։ Երբ որ գալիս է Հիսուսի մոտ, Հիսուսը շատ կարևոր բան է ասում, ասում է, եթե մարդ վերստին չծնվի, չի կարող երկնքի արքայությունը ոչ տեսնել եւ ոչ մտնել։ Այսինքն, ինչը ադամական բնությունով է, երկինք չի կարա գնա։ Նույնիսկ բարի գործերը, ինչի բարի գործերը, եթե մեկը դրթված ադամական բնությունով է արվել, բնական է, եթե մարդը բարի չի, իր գործն էլ բարի չեն կարա լինեն։ Հազար ու մի շարժարիտներ կա։ Միայն երկնքից եկածը, երկնքից առաջնորդված գործողություններն է, որ երկինքա գնում։ Աստված ասում է գանձեր դիզեցեք երկնքում, այլ ոչ թե երկրի վրա։ Ինչն է պատճառը, որ մարդը գանձեր է դիզում երկրի վրա ավել, քան երկնքում։ Դա մեզ թող չթվա։ Այո, եղբայրը ասեց, Սավուղին ընտրել էր Աստված։ Եվ Սավուղը շատ խոնարհ անձնավորություն էր սկզբում։ Ինչ տեղի ունեցավ Սավուղի հետ։ Ինչ տեղի ունեցավ, արդյոք Աստծո ընտրությունը սխալ էր, ոչ, Աստծո ընտրությունը ճիշտ էր։ Բայց այն անձնավորությունը, ով այդ ընտրության մեջ անհոգ է գտնվում եւ իր ընթացքի մեջ անհոգ է գտնվում, Աստված այո իր խոսքը չի փոխում երբեք։ Փոխում է միայն այն ժամանակ, երբ որ ասում է, եթե ամբարիշտին ասեմ դու պիտի մեռնես, ինքը դառնա իր ամբարիշտությունից, ես իմ խոսքը կփոխեմ։ Այո, կփոխեմ, կասեմ դու պիտի ապրես, ինչի համար, քանի որ
այդ ազնվորությունը Աստծո խոսքին հավատալով զղջաց եւ ապաշխարեց։ Սավուղի վերջը ահավոր էր։ Միայն այն նախադասությունը, որ ասում է եւ Աստված իր հոգին Սավուղի վրայից վերցրեց, պատկերացնում եք այն ազնվորությունը, ով Աստծո օրհնությունը ճաշակել է եւ հանկարծ Աստված իր օրհնությունը վերցնում այդ ազնվորության վրայից։ Ամենաահավոր բանն է դա։ Ամենադաժան բանն է, քանի որ ասում է հոգով գնացեք, մարմնի ցանկությունը չեք կատարի։ Նշանակում է, եթե Աստված այդ հոգու ազդեցությունը մարդու վրայից վերցնի, Սուրբ Հոգին, երբ որ մարդը տրտմեցնում է Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին հնազանդվում է։ Սուրբ Հոգին երբեք իրանով չի անում, քանի որ մարդը այո ունի այդ ազատ ընտրությունը, եւ Պողոս առաքյալն ասում է այդ ազատությունը մարմնին պատճառ չտա։ Եվ ինչ է տեղի ունենում։ Այո, նորից ստրկություն, նորից գերություն, հələ Սավուղին այդ մարմնավոր այդ կախելը էդի երկրորդական է։ Հələ Սավուղը սպասում է երկրորդ մահվան դատաստանին։ Հոտենց ինքը չպրծավ Աստծուն անհնազանդ լինելով։ Ինչի ասում ով Սողոս, ով Սավուղ, ինչու ես ինձ հալածում։ Նույնիսկ արդեն օրինակ է բերում նրանք, ովքեր Աստծուն հալածում են, նրանք են, ովքեր Սավուղի նման անհոգությամբ իրենց մատնեցին անօրենին ծառայելու։ Հիմա ասենք մեր կյանքում, երբ որ նայում ենք, մեր կյանքում ո՞րն է տեղի ունենում, հոգով գնալ եւ մարմնով գնալ։ Եթե հոգով ես գնում, հոգին ունի իր պտուղը, մարմինն ունի իր գործերը, մարմինն ունի իր պտուղը։ Հիմա Աստված մեզ պարզ ասում է, բարի ծառը չար պտուղ չի կարա տա։ Մենք ինչքան էլ մեզ համոզենք, որ վերստին ծնված մարդը կարա մեղ գործի, դա հնարավոր բան չի։ Հնարավոր բան չի, գիտեք ինչի։ Վերստինը դա երկնքից եկածն է, որը բնակվում է մեր ներսը, դա հոգին է։ Աստծո տվածը բնավ մեղ չի կարա գործի, անհնարին բան է։ Հոգու պտուղների մեջ չկա մի բան, որ Աստծուն անհաճելի է, բայց քանի որ այդ հոգին բնակվում է այս մեր ադամական բնության մեջ, շատ հաճախ կարանք, այո, վերստին ծնված մարդը տեղի տալով մարմնին նորից սխալներ ու թերություններ անի, որը բոլորս ինձանից սկսած, ես ինձանից ասեմ, որ հաճախ իմ մոտ նկատում եմ տկարություններ, թերություններ։ Դա ոչ թե վերստին ծնվածն է անում, ոչ, վերստին ծնվածը դա չի կարող անի, այլ վերստին ծնված մարդը ապրում է այն ադամական բնության հետ, որ երբ որ հոգին ճնշում է մարմնին, միայն հոգևորն է տեղի ունենում, իսկ եթե մարմինն է ճնշում հոգուն, ելի ադամականը գլուխ է բարձրացնում։ Շատ հաճախ մենք ասում ենք դե հեն ամեն ինչ գիտենք։ Իմացությունը Աստծո օրենքները չի կատարում։ Իմանալը լավ բան է, բայց չի կարա կատարի։ Չար ծառը բարի պտուղ չի կարա տա։ Գաղատացիների գրքի մեջ Պողոս առաքյալը ներկայացնում է, որ ասում է ինչպես այն ժամանակ մարմնի կողմանե ծնվածը հալածում էր խոստման, այսինքն հոգու կողմանե ծնվածին։ Մարմնի կողմանե ծնվածը դա Իսմայելն էր։ Օրինակը, երբ որ բերում Աբրահամի զավակների միջև, ասում է Իսմայելը ինչ էր անում, նեղում էր հոգու ծնվածին, եւ ասում է դուրս հանի իր աղախնու որդին, քանի որ նա ժառանգություն չունի։ Ժառանգություն չունի։ Հիմա ես ինչքան էլ փորձեմ Աստծուն համոզել, որ Տեր Աստված ադամական բնության ինչ որ մի գործ կարա երկինք գնա, Աստված ասում է չի կարա գնա։ Ադամական բնության ինչ էլ խոստումներ տաս, ինչ էլ անես, երկինք չի կարա գնա։ Դա անհնարին բան է, Աստված ասում է ժառանգություն չունի։ Իսմայելը ինչ վատ երեխա էր մեծանում։ Աբրահամը լավ դաստիարակում էր, ամեն ինչ անում էր։ Մեծանում էր, եւ Աբրահամը էլ չի խնդրում զավակ։ Ինչի, քանի որ Աբրահամը հավատում էր, որ հերիքա Աստծո խոստումը կատարվել է։ Ահա Իսմայելը ծնվել է եւ Աստված է դուռը։ Աբրահամին չի անհանգստացնում են խնդիրը, որ ինքը ժամանակին անհանգստացում է, ասում էր Տեր, զավակ չունեմ, ժառանգ չունեմ, որ պետքա շարունակի իմ գործը։ Ժամանակին դա իրեն անհանգստացնում էր, բայց Իսմայելը ծնվել է եւ Աբրահամի աղոթքը փոխվել է։ Այդ Աբրահամը Աստծուն չի անհանգստացնում, բայց Աստված ինչ ասում, ասում է Աբրահամ, Իսմայելը ժառանգություն չունի։ Չի կարա ունենա ժառանգություն։ Հիմա ադամական բնությունը մենք պետք է համոզվենք 100%, որ ինքը միշտ Աստծո տվածին հակառակ է եւ չի հնազանդվում։ Այո, Նիկոդեմոս, ինչ էր ուզում ես արա։ Վերստին ծնունդ եթե չեղավ, երկին դու չես կարա գնաս։
Պետրոս առաքյալը իր թղթի մեջ ասում է վերստին ծնված լինելով ինչով, անապական սերմով։ Այդտեղ ուզում եմ կարդալ, ահա ասում է առաջի Պետրոս առաջի գլուխ 23 համարը։ Վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից, Աստծո կենթանի եւ հավիտենական խոսքով, որովհետեւ ամեն մարմին խոտի պես է եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պես։ Խոտը չորացավ եւ նրա ծաղիկը թափվեցավ։ Իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան եւ սա այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեցավ։ Հիմա այդ ինչ ծնունդի մասին է խոսքը։ Եվ այդ ծնունդով ինչա տեղի ունենում, այդ ծնունդով այո տեղի է ունենում վերստին ծնված մարդ։ Երբ որ տան մեջ զավակա կամ երեխա է ծնվում, այդ նորածնին ո՞նց են ուշադրություն դարձնում։ Պատկերացնում եք ինչ խնամք են տանում, ամեն ինչ անում են։ Պողոս առաքյալն ասում է, ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, Աստված մեծացրեց։ Աստված ամեն բան անում է։ Երբ որ տեղի է ունենում վերստին ծնունդ, Աստված այդ գործողությունը սկսում է կատարել։ Եվ Պողոս առաքյալը Պետրոս առաքյալը նույն գլխի երկրորդ համարի մեջ ասում է երկրորդի երկուսը նորածին երեխաների պես փափագեք այն անխարդախ կաթին, որ նրանով աճեք։ Ինչ տեղի կունենա, եթե աճ տեղի չունենա։ Ահավոր մի բան, գաղշ վիճակ։ Հիմա ասում է անհոգ մի եղեք, նրանով պետքա դուք աճ ունենաք։ Այո, եթե չաճենք, օրինակ Պողոս առաքյալը Եբրայեցիների գրքի մեջ ահա նման խոսքեր ասում նորից կաթի համար, երբ որ մարդիկ կաթի փափագել է, կաթի էին փափագում, բայց այս ժամանակ արդեն Պողոս առաքյալը այդ վիճակը չի գովում։ Այստեղ ասում է, որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետ լինեիք։ Կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքերի առաջին նշանագիրները եւ կարոտողներ եղաք կաթի եւ ոչ թե հաստատ կերակուրի։ Հիմա Պողոս առաքյալը այստեղ արդեն նորից խոսում է այդ նույն կաթի մասին, բայց արդեն բացասականով, չգոհացնելով նրանց Պողոս առաքյալին այդ կարգավիճակը, որ այդ անձնավորությունները ժամանակը անցել էր, բայց իրանք աճ տեղի չեր ունեցել։ Աճ տեղի չի ունեցել եւ ասում է դեր դուք փափագում եք այդ կաթին, այո, կաթից հետո կա կոշտ կերակուր, բայց այդ անձնավորությունները կոշտ կերակուրին հաղորդ չեն եղել։ Ժամանակին նայելով նրանք տկարացել էին։ Տկարությունը ինչ է բերում, միայն եւ միայն մարմնի գործեր։ Տկար մարդը, երբ որ իր վիճակը բերում խոստովանում Աստծո առաջ, ինքը խոստովանում է ոչ թե վերստին ծնված մարդու արարքները, այլ ադամական բնության մարդու արարքները, որը շարունակում են իրան գերության մեջ բռնել, որը շարունակում են իրան տանել այդ ցանկությունների, այդ ամեն ինչին։ Հիմա մարդը ուզում է ասենք, ասում ոնց, այս ինչ բան է, վերստին ծնվել եմ, Աստծո հետ հաղորդ եմ, աշխարհային ցանկությունը դեռ իմ մեջ կա, բայց ով ասում պետքա չլինի։ Ճնշի որ չլինի։ Անեշի որ երբ որ մենք վերստին ծնվեցինք, մի հատ հեքիաթային բան տեղի ունեցավ եւ մեր բնությունը փոխվեց, ոչ, բնությունը չի փոխվում։ Բնությունը ճնշում եւ նվաճում են։ Եթե չեն ճնշում եւ նվաճում, այդ բնությունը մեզ դժոխք է տանելու։ Հավատանք թե չհավատանք։ Սողոմոնի նման իմաստուն մարդը։ Հիմա ինչի Աստված Սողոմոնի սայթակումը որտեղ տեղի ունեցավ։ Իմաստուն մեզանից իմաստուն մարդ։ Պատկերացնում եք իմաստուն մարդ, բայց գնում է հետո կուրքերի է երկրպագում ծերության հասակում։ Ինչի համար։ Անխարդախ կաթով կերակրվող մարդը ժամանակին նայելով մնաց այդ կարգավիճակի մեջ եւ չաճեց։ Աստված ասել էր օտար ազգիներից կանայք չառնեք։ Եվ ձեր թագավորները շատ կանայք չունենան, որ իրանց սիրտը չխստացնեն եւ չմոլորվեն Աստծուց։ Աստված դա դեռ զգուշացրել էր Դավիթը չեղած։ Երկրորդ օրինացի մեջ Աստված այդ պայմանը դրել էր թագավորը ինչ կարգավիճակ պետք է ունենա։ Եվ տեսնում ենք Սողոմոնը, ասում ենք դե ինչ էր, ընդհանրապես մի պատվիրան։ Աստված ասել էր շատ կանայք չունենաս, դե ինչ էր շատ 700 հոգի կին, 300 էլ հարջ, 1000 հոգի։ Պատկերացնում եք, ու դա իրան ուր տարավ։ Իմաստուն մարդ, Աստծուց տված իմաստուն, որ ասում է ոչ մեկ, ոչ եղել է, ոչ էլ կլինի, նման իմաստուն։ Հարստություն ու փառք էլ Աստված տվել էր։ Եվ հետարքիր է, որ Սողոմոնը գնում է այդ ծնկում է այդ կուրքերին, կամ աստիճանաբար Սողոմոնը, որ մարում է այդ հոգևոր վիճակից, անհա Աստված ինչն է պատճառը, Սողոմոնը չի խոսում։ Այո, Սողոմոնն ունի ընտրության հնարավորություն։ Կամ անխարդախ կաթը թողնել,
կամ անդադար Աստծո խոսքով լցվել։ Եվ տենում ենք Սողոմոն ուր գնաց։ Նման իմաստուն մարդը գնում կուրքերին երկրպագում է։ Հիմա մենք, երբ որ մենք նայում ենք, մեր առօրյան գաղատասների մեջ Պողոս Արաքյալը այնքան կոնկրետ ասում է, մարմնի մեջ ցանողը մարմնից ապականությունը հնձելու, հոգու մեջ ցանողը անապականություն։ Հիմա օրը բացվում է, իրական, ռեալ, մենք պետք է հասկանանք, լավ, հիմա ավելի շատ ես հոգով եմ ապրում, թե մարմնով եմ ապրում։ Որն է ինձ իշխում, որն է ինձ առաջնորդում, եթե ես մեր եղբայրից մեկը շատ լավ էր ասում, ասում էր հնարավոր չի վերստին ծնված մարդը մեղ գործի։ Հնարավոր բան չի, քանի որ դա վերստին է, ինքը երկնքից եկածն է, երկնքից եկածը միայն փառավորում է Արարիչ Աստծուն։ Բայց ես շփոթվեմ, այո, ես վերստին ծնված լինելով ունակ եմ սխալվելու, որը տանում է ինձ ադամական բնություն, ասում է դուրս հանիր դրան, խանգարում է, ինքը ժառանգություն չի կարող մտնի եւ չի էլ ուզում, որպեսի վերստին ծնվածը գնա այնտեղ։ Արդյոք լինում են դեպքեր, երբ որ վերստին ծնված մարդը դժոխք է գնում։ Այո, լինում է։ Մենք չկասկածենք։ Այն որ Հիսուսը խոսում էր Սեմնացյանի առակի մասին, ասում է Աստծո խոսքը մտավ եւ պտուղ էր տալիս, դա վերստին ծնված էր, թե վերստին ծնված չէր։ Ծնունդ առել, աճ է տեղի ունեցել, եւ այդ խոսքը սկսում աճել եւ նույնիսկ ուրախություն է գալիս, ասում է ուրախության, բայց ժամանակավոր, ինչի ժամանակավոր, քանի որ ադամական բնությունը Իսմայելը, Իսահակին ասում է ես եմ ժառանգոր, դու չես կարա։ Ես հավատում եմ, որ աշխարհն է կյանքը, աշխարհի հարստությունները, փառքը, ասում է ինչ արեց։ Խոսքը խեղդեց եւ խոսքը արդյունք չտվեց։ Աստծո մոտ մի գնահատական կա, այն գնահատականը, որը պտուղ է տալիս։ Եթե պտուղ չի տալիս, եթե ես իմ երկրավոր կյանքում ին վրա Աստծո պտուղները չի երևում, ինչ է կարծում, գնալու եմ երկինք միանգամից զարդարվելու եմ։ Չեմ զարդարվելու։ Նույնիսկ երբ որ մարդ երկնքում գանձեր է դիզում, ադամական բնությունը երկնքում գանձեր չի կարա դիզի։ Ինչի համար, քանի որ վերստին ծնված մարդն է երկինք գանձեր ուղարկում, ինքը տալիս է աչով, ձախ դրա մասին չի իմանում։ Ինքն ասում է Տեր, երբ էր դու հիվանդ այցելեցին, երբ էր բանտի մեջ քեզ տես եկանք, ինքը արել է եւ չի իմանում, ինչի վերստին ծնված մարդը Աստծո տվածը գիտի, որ ինքը դրանով չի, ադամականը չի առաջնորդվել դրանով։ Դրանով միայն Աստծո հոգին է առաջնորդվել եւ Աստծո հոգին միայն եւ միայն անում է դիմացինի շահը փնտրելով։ Հիմա դե արի ադամական բնությունը ճշտամուն սիրի, հնարավոր բան է թե չէ։ Հետարքիր երեք մի հատ քահանա էր, չգիտեմ սարկավակ էր թե ինչ էր, բայց քահանա էր, երիտասարդ քահանա։ Ես զարմացա, իրոք զարմացա այդ աստիճան անհեթեթության վրա, որ քահանան նման բան ասում է, եթե մեկին ասում է պարտադիր չի բոլորին ներել, կոնկրետ իր խոսքերն եմ ասում, պարտադիր չի բոլորին ներել, դու կարաս իրան թողնես, բայց չներես։ Դա կլինի թուլության նշան, երբ որ բոլորին ներում ես։ Հիմա ես մտածում եմ վերստին ծնված մարդը ոնց կարա չների։ Մենք ասում ենք Տեր ներիր մեզ, ինչպես մենք ներում ենք մեր պարտապաններին։ Մենք այդ աղոթքը անում ենք, այսինքն մեզ այնպես ների, ոնց որ մենք ենք ներում, եթե չեմ ներել, ինձ էլ մի ների։ Այսինքն նույն կշռով դատիր Տեր։ Հիմա այդ քահանան ասում է կարաս չներես, դու բաց թող իրան, բայց մի ներիր, խեղճության նշանը ասում է ներելը բոլորին։ Ասում է եթե ինքը չի եկել, ապա ներողություն խնդրել, մի ներիր։ Այսինքն Ստեփանոսին պետք է անպայման այդ պահի ներողություն խնդրել, նոր Ստեփանոսն ասեր Տեր, ներիր, չեն հասկանում, ինչ են անում։ Հիսուսի հոգին ասում է հայր, ներիր, չեն հասկանում, ինչ են անում խաչի վրա։ Հիմա եթե ես վերստին ծնված եմ եւ իմ մեջ մեծանում է Իսահակը երբ որ մեծանում է, իրան ինչ այն ինքը ներում է հոգու պտուղի մեջ, մի հատ նենգություն, մի հատ դատ, բամբասանք չկա։ Երբ որ ես իմ եղբորը դատում եմ, որտեղից է դա գալիս։ Վերստին ծնունդից։ Աստծո խոսքով մեծացած մարդը չի կարա դատի, անհնար է։ Աստծո խոսքով մեծացած մարդը իր աչքի մեջի գերանն է տեսնում։ Աստծո խոսքը ներկայացնում է իմ մեջի իմ այդ ադամական բնությունը եւ ասում է հələ մի հատ նա այդ քո բնությունը դու ուզում ես ջրես։ Գիտես այդ քեզ ուր է տանելու։ Իրա ծրագրերով, իրա ցանկություններով քեզ ասում է օրական 5 րոպեներ է հերիք Աստծուն տալը։ Հələ մի 30 րոպե աղոթք արա, նայ ադամական բնությունն ինչ անում, խառնվում է իրար։
Ասма վայ ես ճաշը չես հասցնելու, վայ այն գործը չես հասցնելու, այն չես հասցնելու։ Ինչի, քանի որ ադամական բնությունը այնքան ծրագրեր ունի, այդ Իսմայելը այնքան ծրագրեր ունի իրականացնելու, որ հոգևոր մարդը իրան խանգարում է։ Հոգևոր մարդը իր ծրագրերից իրան զրկում է։ Այդ աղբյուրը փակում է, այն փառքի աղբյուրը փակում է։ Եվ երբ որ մարդու մեջ այդ հոգին է զորանում, այդ մարդը ինչ է անում։ Միայն Աստծուն է երկրպագելու։ Ինքը ասելու է Տեր, մենակ դու ես իմ արիչ Աստվածը։ Նույն Եբրայեցիների շարունակության մեջ ասում է նրանք ովքեր կատնակեր են, ասում է որովհետև ամեն ով որ կատնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որովհետև տղա է։ Անհմուտ, եթե անհմուտ է, նշանակում ինքը տարուբերվելու է։ Երբ որ եկավ այն պարագան, որ ինքը պետքա որոշում կայացնի, ինքը որոշում է կայացնելու ադամական բնությունով։ Մարդը ընկնում է տագնապի մեջ, մի հատ վատ լուր է լսում, ի՞նչն է պատճառը, որ միանգամից խառնվում է իրար։ Ի՞նչն է պատճառը։ Այդ խառնվող ադամական բնությունն է։ Իսահակը երբեք չի խառնվում։ Իսահակը գիտի, որ ինքը Տեր ունի, արիչ Աստված ունի եւ իր Տերը ամեն բան խոստացել է եւ ամեն բան կանի։ Բայց ադամական բնությունը մարդուն պահում է վախի մեջ, մարդուն պահում է ստրկության մեջ, պահում է հիվանդությունների մեջ, ցավերի մեջ։ Ադամական բնությունը դա ունակ է եւ դրա հետ մենք ապրում ենք եւ այդ բնությունը մեր հետ մինչեւ մահվան վերջ ժամանակ օրես երկրավոր կյանքի, որ պետք է այս երկրից մենք դուրս գանք, դա մեր հետ գնալու է։ Ասում է հանեցեք հին մարդը, հագեք նորը։ Հանեցեք հինը, ոնց կարա հանի մարդը, ոնց, միայն Աստծո խոսքով լցվելով, ուրիշ ճանապարհ չկա։ Ուրիշ ճանապարհ չկա, երբ որ մենք նայում ենք սուրբերը, որ Աստծո խոսքով լցվում էին, իրանց մեջ զորանում է ամեն օր Իսահակը, եւ Իսահակը սկսում է աճել։ Այդ Իսահակը կարա, երբ որ հայրն ասում է հայր, ու այդ զոհը։ Այդ որ հայրը կապում էր Իսահակին, Իսահակը չէր տենում, որ ինքնազոհ։ Բախի էր խոնարհվում։ Բայց ոնց էր խոնարհվում, չէր ասում, չէ։ Այո, Իսահակը երբ որ աճ ունենում, ինքը համաձայնվում է այդ զոհասեղանին գնա, իր կյանքը դնել, ամեն ինչ կան որ գիտի, իր հայրը իրան վնաս չի տալու։ Մենք հավատում ենք, որ մեր արարիչ Աստված, մեր երկնային հայրը, որ մեզ երբեք վնաս չի տալու։ Բայց ադամական բնությունը, որ ունի իր այդ աղբյուրը սնվելու, դա այդ գեհենն է, այդ փառքը, իր կերակուրները, ինքը մեզ ուզում է զրկի։ Հիմա մենք պետք է տեսնենք, մենք իրականում ով ենք։ Մենք իրականում հիմա վերստին ծնված, ես նորից եմ ասում, վերստին ծնված մարդը, այո, խոսքը սկսում է աճել։ Բայց հիմա մենք պետք է տեսնենք, Տերը հրավիրում անտրիկի, մեկն ասում է արտ եմ առել, մեկն ասում է կին եմ առել, ամենքը տարբեր բաներ։ Բայց նրանք ովքեր էին, հրավիրվածներն էին, չէ՞։ Նրանք օտարները չէին, հրավիրվածներն էին, ովքեր պիտի գային խնջույքի։ Հիմա մենք խնջույքի հետ հրավիրվածներս լինելով, Աստված մեզ ասում է, արեք։ Ինչն է պատճառը, որ մարդն ասում է, ես ժամանակ չունեմ։ Տերը ժամանակ չունեմ կարդալու, ժամանակ չունեմ աղոթելու։ Տենում է շաբաթը 2 օր, 3 օր գալիս եմ հավաքույթի, էլ ինչ ես ուզում ինձանից։ Պատկերացնում եք, դա շատ լավ է։ Եվ հավատացած եմ, որ բոլորիս ոտքերը, որ Աստված ուղղել է այստեղ, դա իր կամքն է եւ իր ծրագիրն է։ Բայց Աստված հոգ է տանում, որ այդ խոսքը, երբ որ մեր մեջ ընկել է, այդ աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունը չխեղդեն այդ խոսքը։ Ինչ օգուտ, եթե այդ խոսքը մտել է իմ մեջ, բայց պտուղ չի տալու։ Հովանես Մկրտիչն ասում է, ահա կացինը ծառի արմատին դրած է։ Բարի պտուղ չբերեցի կտրվելու է։ Երբ որ այն այգեպանը եկավ եւ այդ մշակին ասեց, այդ ծառը քանի անգամ է գալիս են պտուղ չի տալիս, կտրի դրան։ Ինչ ասես, Տեր, ժամանակ տուր, այս տարի էլ բրեմ, հողը փոխեմ, ջրեմ, միգուցե մյուս տարի պտուղ տա։ Բայց եթե մյուս տարի չտա, այդ ժամանակ կտրի դրան։ Ամենքիս կյանքը Աստծո ձեռքերի մեջ է, մենք չգիտենք վաղ օրը մեր հետ ինչ է լինելու։ Հիմա մենք պետք է հասկանանք, Տեր, եթե դու հիմա գաս, ին վրա ինչ պտուղ ես տեսնելու։ Դու ինչ տեսնելու ես ներքին սենյակը մտած աղոթ քանելու, թե աշխարհի մեջ զբաղմունքներով։ Դու տեսնելու ես իմ միտքը գիշեր ցերեկ վերիններն են մտածում, թե աշխարհայիններն են մտածում։ Կողոսացների մեջ ասում է, արդուք երբ որ վերստին ծնվեցիք, վերինները մտածեք։ Այսինքն վերստին ծնված մարդը վերիններն է մտածում։ Բայց չզարմանանք, որ պահի տակ մենք աշխարհայիններ կարանք մտածենք, այո, կարանք։ Ում տեղ տվեցինք, նա էլ լինելու է։ Մնացած բաները, եթե ես վերինները մտածեմ, Աստված իմ կյանքը օրհնելու է։
Եվ արդեն ոչ թե իմ պատկերացրած օրհնությունն ա լինելու, որ ես գնամ, ասենք Սողոմոնի նման շատ հաջողություններ գտնեմ, կամ ասենք այդ կանանց մեջ հետարքրություններ կամ չգիտեմ ինչեր, այլ արդեն Աստծո տված օրհնություն լրիվ այլ բան է։ Երբ որ մարդը նեղ դուռն է մտնում, նեղ դրան ճանապարհն է գնում, եւ ինքը ամեն օր վերիները մտածելով ասում է, ուր այն հանդիպումը, որ պետք է անձամբ հանդիպեմ իմ Արարիչ Աստծուն, իմ երկնային Հորը։ Ինչ է կարծում, այսօր ժամանակն է անհոգության։ Արդյոք այսօր ժամանակն է, որ մենք մեր հոգիների համար գնահատական չտանք։ Թե ընդհակառակը, ասենք Տեր, դու մեզ վերստին ծնունդ տվեցիր, ինչպես Պողոս Առաքյալը, ինչպես Ապողոսը իրանք ջրում էին, դու աճեցնում էիր, հիմա անձամբ այդ գործը իմ հետ սկսի, քո խոսքով, խոսքի կերպերը տարբեր է, քարոզների միջոցով, գիրք կարդալու միջոցով, այդ խոսքը թող ինձ ջրի, որպեսզի այն Իսմայելը ես իրական հավատամ, որ երկինք չի կարա գնա։ Երբ որ ես մի փոքր հույսս դրել էի նրա վրա, որ շաբաթական 3 անգամ եկեղեցի գալով փրկություն եմ ունենալու, ես հասկանամ, որ Տեր, փրկությունը միայն քո խոսքով աճելու մեջ է։ Երբ որ քո խոսքի մեջ մեծանում է, եւ մեկ է Տերն ասում է, մեկը 30 պտուղ տվեց, մեկը 60, մեկը 100։ Երանի այն ազնվությունը, ով 30 պտուղ է տալիս, երանի թե երանի չի։ Այո, երանի։ Երանի 60-իներ, երանի 100-իներ, քանի որ պտուղ արդեն երևում է։ Հիմա եթե մեր վրա այդ պտուղը չի բերում, Պողոս Առաքյալն ասում է ժամանակին նայելով, պիտի վարդապետ լինեիք։ Ժամանակն անցավ, քեզ Աստված տեսնում է որպես վարդապետ, բայց դեռ դու կարոտ ես կաթի։ Եթե մենք նույնիսկ կարոտ ենք կաթի, ասենք Տեր, կերակրիր այնքան, մինչև հաստատուն կերակուր ունենանք։ Աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Վախնաս, որ թշնամին պիտի հաղթեր, դուրսդ խավար ներսդ ավելի ուտեր, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, քիչ մարև թող ներս գա, թող Հիսուսը որ ներս գա, թող Հիսուսը որ ներս գա, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, թող Հիսուսը որ ներս գա, խնդիրներով հավատքը կգայանա, և աղոթքը կապատասխան կմնա, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, քիչ մարև թող ներս գա, թող Հիսուսը որ ներս գա, թող Հիսուսը որ ներս գա, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, թող Հիսուսը որ ներս գա, ուզես երկրից ճամփուն մեջ ուրախ քայլես, ուզես խավարն ասնի պայծառ լույս տեսնես, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, մաքրե աղթոտ պատուհանը դուրդ այն բաց, քիչ մարև թող